Ոստիկանապետի 3 տեղակալները միաժամանակ պաշտոնակարգվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Պաշտոնական պատճառը որևէ մեկին հայտնի չէ, սակայն քաղաքացիները խոսում են այն մասին, որ ամենը պայմանավորված է եղել քաղաքում տիրող հանցագործությունների աճի հրազանի գործադրմամբ վերջին դեպքեր եւ պայմանավորված։ Թեմայի վերաբերյալ այսօր զրուցելու ենք քրեական գործերով մասնագիտացված փաստաբան Միրամ Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, հանցագործությունների էական նվազում ունենք 3.2% ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, սակայն մենք տեսնում ենք քաղաքում հանցագործություններ, որոնք գոնե մի քանի տարի առաջ մեզ համար անսովոր կլինեին։ Ինչով կարող եք սա պայմանավորել։ Տեսեք, ստատիստիկ տվյալները չեն խոսում հանցագործությունների, իրական հանցագործությունների տվյալների, այսինքն հանրային ընկալման դրանց նվազման մասին, որովհետև ճիշտ եք ասում, մենք այժմ սահմռկեցուցիչ հանցագործություններ ենք տեսնում, մենք տեսնում ենք լրիվ այլ որակի հանցագործություններ, ինչ չէին կարող տեսնել 10 տարի առաջ, 15 տարի առաջ, եւ թվերը չեն խոսում այն մասին, որ ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում հանցագործության դեմ պայքարը արդյունավետ է իրականում եւ հանցագործությունների թիվը նվազում է։ Սա մոտավորապես զուգահեռ է այն տվյալների, որ բոլոր քաղաքական իշխանության ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար է տեղի ունենում, կոռուպցիան նվազել է, համակարգային կոռուպցիան վերացել է, սակայն անկախ կազմակերպությունները, մասնավորապես Transparency International-ը վերջերս հրապարակեց տվյալներ, ըստ որի, որ մեծ կոռուպցիան Հայաստանում ծաղկում է եւ ամենակարևորը հանրության մոտ կոռուպցիայի արկայության այդ ընկալման ցուցիչը շարունակում է բարձր մնալ ու շարունակում է բարձրանալ։ Այսինքն բացարձակ թվերով կարող է հանցագործության դեպքերը, միջին ծանրության հանցագործություններ, ոչ մեծ ծանրության հանցագործություններ, որոնք որ այժմ արձանագրվում են կամ չեն արձանագրվում այդ ցուցանիշներով իջել է, բայց մենք պետք է նայենք ստատիստիկ տվյալները, օրինակ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների թվով հանցագործությունները աճել են, թե չեն աճել։ Այդ պարագայում կարծում եմ, որ մենք կտեսնենք այլ իրավիճակ Հայաստանի Հանրապետությունում հաշվի առնելով նաև քաղաքական իշխանության այդ իրավական քաղաքականությունը, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվի կտրուկ աճ ենք ունեցել։ Ես կարող եմ պարզաբանել նաև թե ինչով է դա պայմանավորված։ Որտեղ որ մարմինն է թերացել։ Թերանալու հարց չտեսեք, երբ որ օրինակի համար անձանց համատարած վերջին 1 տարվա, 1.5 տարվա ընթացքում նոր քրեաիրավական, այսպես ասած, գործունեության միջոց ընտրեց իշխանությունը, դա մամուլի ասուլիսների ժամանակ, Facebook-յան հարթակներում, այդ լայվերի ժամանակ, ինչ որ հեռուստահաղորդումներում եւ այլնում իշխանությանը ոչ հաջող ցանկացած արտահայտություն, այսինքն որը որ սահմանակից էր ազատ խոսքի եւ այլնի, բայց տեղավորվում էր ազատ խոսք արտահայտելու մեջ, միանգամից որակում էին որպես միջին ծանրության հանցագործություն, խուլիգանություն, որը որ կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով, քաղաքական ակցիաները, հաղորդումները եւ ես համոզված եմ, որ այդ նույն ցուցանիշների մեջ նայենք խուլիգանությունը, որը որ կատարվել է օրինակ զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ կամ հանրային եթերներում, օրենքում այդպիսի կետ կա, որակյալ հատկանիշ կա, մենք ունենալու ենք 100, եթե ոչ 100, ապա մոտավորապես 70%-անոց աճ, որովհետև պետությունը մի պահ որոշեց, որ չի կարելի, օրինակ հանցագործություն է բոլոր այն դեպքերում, երբ որ կոշտ քննադատական խոսք է ասվում իշխանության հասցեին։ Ու այդ բոլոր գործերով քրեական գործեր հարուցվեցին, այդ բոլոր գործերով խուլիգանության այդ երկրորդ մասով քրեական գործեր հարուցվեցին, այդ քրեական գործերով անձինք կալանավորվեցին, քրեական գործերը ուղարկվեցին դատարան ու ոստիկանությունը բնականաբար այդ ցուցանիշը չի ներառում ընդհանուր ստատիստիկ տվյալների մեջ։ Այդ պարագայում բնականաբար ստացվում է, որ հանցագործությունների այլ մասով ոչ մեծ ծանրության այլ հանցագործությունների հաշվին ընդհանուր հանցավորության թվային նվազում է եղել, բայց կոնկրետ
դեպերի հանցագործությունների տեսակներով ես համոզված եմ, որ ավելացում կունենանք։ Նույն կերպ 2024-ի այսպիսի բան էին որոշել, այսինքն ըստ վիճակագրություն հաշվարկվել էր հետևյալ կերպ 2024 թվականի հանցագործությունները 2024 թվականին են դիտարկվել։ Եթե 23-ին եղել է, բայց 2024-ին են իմացել դրա մասին կամ հետագայում 25-ին, այդ տվյալները ներառված չեն։ Դա վիճակագրությունը որքանով կփոխի։ Տեսեք, դա էլ է կարևոր։ Հանցագործության դեպքը ոստիկանության համար այսպես ասած ակնառու է լինում, հաշվառման ենթակա է լինում այն ժամանակ, երբ որ ոստիկանությունը համապատասխան հաղորդագրություն է տարածում իր ներքին շրջանում բացահայտվել է հանցագործության այսպիսի դեպք։ Հիմա եթե բացահայտվում օրինակ 13 թվականի, 12 թվականի ինչ որ կատարված հանցագործության դեպք, բնականաբար այդ հանցագործությունը հաշվարկվում է ոչ թե 13 թվականի համար, այլ հաշվարկվում է 14 թվականի համար, ու մենք արհեստականորեն ունենում ենք կներեք, հաշվարկում է 13 թվականի համար, ու մենք արհեստականորեն ունենում ենք նվազում, այսինքն դրա հաշվին, էլի, ես ստատիստիկ տվյալներին դրամա ավելի դետալային կնայի, այլ ոչ թե ընդհանուր հանցագործությունների թվի հետ կապված։ Ստատիստիկ տվյալները նաև պետք է հաշվառել ըստ քաղաքացիների ընկալման, այսինքն եթե դուք փոքր հարցախույզ իրականացնեք փողոցում, արդյոք հանցավորությունը ավելացել է, թե չի ավելացել, մարդկանց անհանգստացնող հանցատեսակների առումով ես կարծում եմ, որ որևէ մեկը չի ասի, որ նվազում է եղել։ Դա առաջինը, որ հասարակության մեծ լայն զանգվածներին է հետաքրքրում թմրաշրջանառությունն է, ես համոզված եմ, որ փողոցում, այո, փողոցում ոչ մեկ չկա, որը որ ինչ որ ձևով թեկուզ առնչություն չունի այդ ամբողջ շրջանառության հետ, իր ընկալման մեջ այնպիսին է, որ շրջանառությունը ավելացել է եւ մարմնական վնասվածք հասցնելու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված դեպքերն են, որոնք եւս հասարակության մեջ այս պահին ընկալումը այնպիսին է, որ այդպիսի հանցագործությունների թիվը շատացել է։ Այս վիճակագրության 42.2%-ով ավելացել է զենք զինամթերք առգրավելու դեպքերը։ Այդքան զենք զինամթերք քաղաքում որտեղից։ Պատճառները տարբեր կարող են լինել, նախ կուզենամ անդրադառնամ 42% առգրավման դեպքերին, առգրավման դեպքերը 42% եթե եղել են հարկադիր կարգով առգրավում անօրինական զենքի եւ ռազմամթերքի, այդ 42%-ի հետևում պետք է նաև լինի քրեական գործերի այդքան աճ, զենք զինամթերքի անձանց մեղադրանքներ, դատավճիռներ եւ այլն, բայց ես համոզված եմ, որ այդքան դեպք չկա, որովհետեւ այդ 42%-ի մեջ նաև կանխարգելիչ միջոցառումների ընթացքում քաղաքացիների կողմից հանձնված զենք զինամթերքի մասին է խոսքը, որը որ քրեորեն պատժելի չէ, եթե անձը ինքնակամ է հանձնում իր կողմից պահվող ապօրինի զենքը կամ ռազմամթերքը, այդ 42%-ի մեջ ես կարծում եմ, որ նաև ներառված չէ այսպես ասած հատիկային քանակը, այսինքն 42% դեպքերն է ավելացել հայտնաբերման, թե 42% միավորի առումով է ավելացել։ Այդ ստատիստիկ տվյալներ մենք չունենք, այսինքն մանիպուլյատիվ թիվ է։ Նախարարը հայտարարեց զենք զինամթերք առգրավելու դեպքերը 42.2%-ով ավելացել։ Առգրավելու դեպքերը, նաև մենք պետք է հաշվի առնենք, որ առգրավելու հսկողությունը, որ քաղաքում մեքենաները կանգնացնում են, խուզարկում են, պատմում են, որ դրա մասին։ Էլի եմ կրկնում, եթե հարկադիր կարգով առգրավում է, այսինքն հանձնումը մեջը չի, դրա հետևը պետք է 42%-ով զենք զինամթերքի հանցագործությունների ավելացում ունենանք, բայց մենք չունենք 42%-ով զենք զինամթերքով կատարված հանցագործությունների առգրավում։ Իսկ դրանք շրջանառության մեջ լինելու մի քանի տեղեր կան, մասնավորապես ամբողջ աշխարհում է այդպես, պատերազմական իրադրությունից հետո քաղաքացիական շրջանառությունում հայտնվում են պատերազմից մնացած զենք զինամթերքը։ Մենք առաջին Արցախյան հաղթական պատերազմից հետո էլ ունեցել ենք զենք զինամթերքի քաղաքացիական շրջանառությունում ավելցուկ, որը որ իշխանությունը տարիներ շարունակ զբաղվել է այդ խնդրով։ 20 թվականի պատերազմից հետո բնականաբար
կրկին այդ թիվը ավելացել է ու այդ թվով պայմանավորված այդ գործողությունները իրականացվում են, այսինքն շրջանառությունում հայտնվելու մեկ տարբերակ դա։ Սլաքներն ուղղում էր դեպի արցախցիները, որ իրենց հետ են անպայման չի արցախցիները, տեսեք, ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետությունում նաև մասնակցություն ունեցել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձինք, կամավորներ եւ այլն, որոնց հատկացվել է զենք, մարտական պայմաններում բավականաչափ զենք ռազմամթերք է եղել, որոնք որ օրինակ թշնամու կողմից է թողնված եղել կամ զոհված զինծառայողների կողմից է թողնված եղել, վերահսկողությունը, այսինքն կորցվել է տվյալ զենքի հետ կապված, որովհետև բանակում յուրաքանչյուր զենքի հանձնման դեպքում հետագիծը երևում է, այս զինծառայողին հանձնվել է, ինչ համարի օրինակ գնդացիր է եւ այլն, երբ որ զոհեր են լինում, հետագիծը կորում է, այսինքն նաև ոչ միայն անձի, այլ նաև զենքի ու այդ պարագայում հնարավոր է լինել, հնարավոր է այդ զենքը թույլ վերահսկողության պայմաններում մարտական գործողությունների շրջանից հայտնվի արդեն ոչ մարտական գործողությունների շրջան, այլ անձանց միջոցով, որպես թողնված զենք։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառության այսպես սահմանային վերահսկողությունն է թույլ, կա զենքի ապօրինի շրջանառություն, ինչպես աֆրիկական մի շարքի երկրներում, որտեղ որ լինում են, սակայն վերահսկողությունը ամեն դեպքում կարծում եմ, որ արդյունավետ չի իրականացվում, նաև էլի պատճառներ կան, թե ինչի են անձինք գնում անօրինական քաղաքացիական զենք պահելու կամ ձեռք բերելու գործողություն։ Տեսեք, նախորդ հարցին եթե վերադառնանք, քաղաքացիների մոտ այդ մարմնական վնասվածք հասցնելու, անպաշտպան լինելու զգացումները, ընկալումները մեր հասարակությունում բավականին բարձր են։ Ու եթե մենք փողոցում զրուցում ենք պատահական անձանց հետ, մարդիկ հետևյալ դիրքորոշումն են իրականացնում, որ դիրքորոշման տեր են, որ ամեն երկրորդի մոտ կա անօրինական զենք եւ այլն, եթե ինձ հետ փողոցում մի բան լինի, ես էլ մի բան ունենամ, որպեսզի ինքնապաշտպանության համար, դիմացինից ինքնապաշտպանության համար ես էլ ինչ որ մի զենք առանձնացնեմ ու պահեմ։ Պաշտպանության համար մենք ունենք ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ եւ օրինակ բարեկային ծառայությունը ըստ վիճակագրության 14800 հանցագործության դեպք է բացահայտել, վատ ցուցանիշ չէ։ Ինչու քաղաքացին չի վստահում։ Իսկ ինչու քաղաքացին չի վստահում ոստիկանության գործելավոճի շնորհիվ։ Էլի, եթե զենքին անդրադառնանք, բազմաթիվ են դեպքերը, երբ որ օրինակ զենքի ռազմամթերքի ինքնական հանձնում է տեղի ունենում, բայց դա այդ հանձնումը տեղի ունենում անանուն եղանակով, որովհետև քաղաքացիները չեն ձգտում համագործակցել ոստիկանության հետ։ Մի փոքր խնդրով ոստիկանության դիմելուց հետո, չգիտեմ, 4 անգամ կանչում են քննչական բաժիններ, հարցաքննությունների, եթե հետո դատական հեռանկար է լինում, միանգամից հետո դատարան են սկսում կանչել, քաղաքացին եւ ոստիկանություն հետ կապը խզված է։ Քաղաքացին, միջին ստատիստիկական քաղաքացին ոստիկանությանը որպես իր պաշտպան, որպես իր կողմից կատարվող գործողությունների, օրինական գործողությունների պաշտպան չի ընկալում։ Քաղաքացին ոստիկանությանը դիտարկում է որպես, չգիտեմ, հանրահավաքների ժամանակ իր հակադիր կողմ, տարբեր քրեական վարույթներով քաղաքացին ոստիկանությանը ընկալում է որպես իրեն պատժել ցանկացող մարմին, բայց երբևիցե ոստիկանությունը շատ քիչ է այդ հասարակական կապը ոստիկանության եւ քաղաքացու, որով որ երկուսը դիտարկվեն որպես մի կողմի ներկայացուցիչներ։ Պարոն Պողոսյան, ձեր փորձ ինչ է հուշում, քաղաքացին դիմում է փաստաբանին, նոր գնում է ոստիկանություն, թե գնում է ոստիկանություն, եթե կարիք է առաջանում, նոր դիմում է փաստաբանին։ Միանշանակ վերջին երևի 10-12 տարին արդեն անձինք իրավապահ համակարգի հետ ցանկացած առնչության դեպքում սկզբից նախընտրում են դիմել փաստաբանի եւ փաստաբանի հետ ներկայանալ, կլինի դա ոստիկանության մարմիններ, դա կլինի քննչական մարմիններ, պետական մարմիններ, նույնիսկ քաղաքապետարան եւ այլն, այսինքն վարչական վարույթ իրականացնող մարմիններ, անձինք
դիմում են սկզբնական շրջանում փաստաբանի, խորհրդատվություն են ստանում, կարող է միայնակ գնան, բայց խորհրդատվությունը անպայման փաստաբանից են ստանում։ Այսինքն իրենք ընկալում են պետությունը իր բոլոր համակարգերով որպես իրենց պատժող, որպես իրենց իրավունքները սահմանափակող մարմին եւ այդ ամեն ինչից ապահովագրելու համար որպես դաշնակից ընտրում են փաստաբաններին եւ փաստաբաններին են դիմում։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ անձը հանցագործությունից տուժել է, նույնիսկ այսինքն իր իրավունքների վերականգնման պոզիտիվ պարտականությունը պատկանում է պետությանը, պետությունը պետք է տուժողին աջակցություն ցույց տա իր նկատմամբ կատարված ոտնձգությունը բացահայտելու եւ այլնի առումով, մենք գրեթե դատարաններում գործ չունենք, որ տուժողները չունենան փաստաբան ներկայացուցիչներ, այսինքն այդ վստահության պակասը պետության հանդեպ կա եւ քաղաքացիները օգտվում են փաստաբանական ծառայություններից։ Ոստիկանության ուժի կիրառման ստանդարտներ են սահմանվել եւ արդեն 1 տարուց ավելի գործում են։ Այդ ստանդարտներին ծանոթ եք եւ արդյոք քաղաքում փողոցում, երբ որ հավաքների ժամանակ քաղաքացին տեսնում է այդ ուժի կիրառումը, համաչափ է, համաչափ չէ։ Ստանդարտներին առնվազն համապատասխանում է, թե չէ։ Ես համաչափությունը ոչ թե կդիտարկեի որպես ստանդարտների տեսանկյունից, այլ համաչափությունը, թե ում նկատմամբ որ գործողություն է իրականացվում, այդ անձը ինչ գործողություններ է իրականացնում ի պատասխան ոստիկանական գործողության, այսինքն համաչափությունը այդ տեսանկյունից պետք է նայենք։ Ամենավտանգավոր հանցագործին վնասված ձերծելու ժամանակ, եթե տվյալ հանցագործը որևէ դիմադրություն չի ցույց տալիս, որևէ գործողություն չի կատարում, չի փախնում, ուժ չի կիրառում եւ այլն, նրա նկատմամբ ուղղակի ձեռնաշղթաները, եթե ձերբակալում է տեղի ունենում, հագցնելուց ուրիշ որևէ գործողություն անելու զատ ցանկացած գործողություն, դա անհամաչափ ուժ է, որովհետև այդ համաչափ ու որևէ տեղ գրված չի, այդ նույն ստանդարտներում գրված չի, որ օրինակ առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող անձին հանցագործել չեն, դեռ դատարանը պետք է պարզեն, տածինք հանցագործ են, թե չէ, կարելի է պառկեցնել գետնին, ոտքը դնել գլխին, չգիտեմ, ձեռնաշղթաները այնպես գցել, որպեսզի արունազեղումներ տեղի ունենան, ցավ պատճառել, ֆիզիկական ցավ պատճառել, այդ բոլոր գործողությունները համաչափ են միայն այն պարագայում, երբ որ այդ ձերբակալվող անձը օրինակ դիմադրություն է ցույց տալիս, ուժ է կիրառում իրեն ձերբակալություն իրականացնող անձանց նկատմամբ, փախուստի է փորձում դիմել, համաչափությունը ես կցանկանայի, որպեսզի այդ տեսանկյունից նայենք։ Հավաքների ժամանակ մենք տեսնում ենք քաղաքացիներ կադրերում, այսինքն լրատվականի ֆիքսած, ասում են, թողեք ես գալիս եմ ձեզ հետ, ինձ հանգիստ որտեղ եք հրավիրում գալիս եմ եւ այլն, բայց ամեն դեպքում ձեռքերը ոլորած, մի փոքր գլուխը առաջ իջեցված, այդպես են տանում։ Դա նորմալ է, ընդունելի է, ոնց հասկանալ։ Դա նորմալ չէ, դա ընդունելի չէ, դա ուժի ցուցադրության, մենք նաեւ մամուլից եւ հանրային տենց կարծիք կար, որ ոստիկանության կամ ավելի բարձր կանգնած քաղաքական իշխանության անձինք ցանկանում էին, որպեսզի որոշակի անձանց այդ գետնին պառկեցնելու, ուժ կիրառելու եւ այլնի կադրերը համացանցով հանրության մեջ տարածվեն, որով որ ցույց էր տալի այդ պահին իշխանություն կրողը իր պսևդո ուժի արկայությունը, բայց ելի եմ կրկնում, եթե անձը թեկուզ վտանգավոր հանցագործն է, այսինքն վտանգավորության տեսանկյունից կասկածվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, գնում են տուն, խուզարկության, անձը կանգնած է, ոչ փախնում է, ոչ դիմադրություն է ցույց տալիս, ոչ ուժ է կիրառում այդ անձանց նկատմամբ, այդ անձի նկատմամբ ցանկացած բռնի գործողություն համարվում է ոչ համաչափ ուժի կիրառում։ Ձերբակալի կանձին տանեք, նույնն էլ ցույցերի եւ այլնի ժամանակ, եթե անձանց ոչ մի բան չանելու համար 4-5 ոստիկանով ձեռքերը օրորած, ցավեցնելով այդ մեքենայի մեջ մտցնելով տանում են, նստեցնում են, այդ ոչ համաչափ ուժի կիրառում է, բայց խնդիրը բողոքի քաղաքացին տվյալ իրավակարգավորումների պարագայում բնականաբար բողոքելու առաջնային տեղը քննչական կոմիտեն, եթե բիրտ ուժ է կիրառվել, դա խոշտանգման բնույթ է կրում, քննչական մարմինները դատախազությունը պարտավոր են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմեն, գլխավոր դատախազությունում առկա է
նաև հատուկ բաժին, որը որ ԶԼՄ-ների հրապարակումների մոնիտորինգ է իրականացվում, եթե տեսանյութում կադրերը տեսնում են առերևույթ ոստիկանական մարմինների կողմից կիրառված ուժի նկատմամբ պարտավոր են հենց իրենք անմիջապես հարուցել, բայց ինչպես մեր երկրում արդեն ընդունված ստանդարտ է դարձել, ոստիկանական համակարգը, մասնավորապես հենց այդ ցույցերի եւ այլնի հետ կապված դեպքերով գտնվում է քաղաքական իշխանության պրոտեկտորատի տակ եւ այդ վարույթներով բացառիկ դեպքերում են լինում, որ վարույթներ են նախաձեռնվում, քրեական գործեր են իրականացում։ Հետո տեսեք, քաղաքացին էլի ոստիկանության դռները այսպես ասած չընկնելու սինդրոմով է տարապում։ Ինքը մի անգամ գնացել է իր բողոքի ձայնը բարձրացնելու, ոստիկանները 4 հոգով իրան ցավեցրել են, բերանք սիվայր տարել են մեքենան, հետո թողել են օրինակ 4 ժամ հետո։ Ինքը ավելի իր համար ավելի անվտանգ է այդ case այսպես ասած առաջ չտանել, այո, հաջորդ անգամ էլ արդեն հանրահավաքի չգնա ու իշխանությունն էլ այդ մտայնությամբ է իրականացնում այդ գործողությունը։ Հակառակ պարագայում ինքը պետքա գնա հաղորդում տա այդ ամեն ինչի հետ կապված քրեական գործ հարուցվի կամ չհարուցվի, հələ այդ պարզակ հարուցվելու դեպքում հեռանկարը մի քանի տարվա հեռանկար է լինում, բայց եթե չի հարուցվում, վտանգ կա, որ կարող է սուտ մատնության համար այս քաղաքացուն արդեն սկսեն քաշքշուկի մեջ գցել ու այդ բանաձևով աշխատելով գրեթե ոստիկանական համակարգում ոչինչ չի փոխվում, բայց վիճակը կփոխվի, եթե ամեն այդ դեպքով քրեական գործ հարուցվի ու պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացվի։ Գործեր, օրինակ Եռաբլուրում զինվորների, զոհերի հարազատներին, ծնողներին այդ քաշքշելու, տանելու այդ գործը հարուցված է, ոչինչ չունեն։ 2 տարի անցել է։ Հիմա այդ զինծառայողների ծնողներին եթե հարցնեք, այսինքն իրանք հետաքրվում են այդ գործով, ինչ է տեղի ունենում, ես համոզված եմ, որ արդեն զզվել են, վստահություն էլ չկա, որ իրական քննություն է իրականացվում։ Վերջի դեպքը, որի վերաբերյալ հանրության մեծ լայն արձագանք ունեցավ, ձեր գործընկերուհու հետ կապված, այդ 24 News-ի գործընկերուհու հետ, իր դեպքն էր, որ քրեական գործը հարուցվեց, բայց գործը դատարանում է գնում ու այդ տեղեկատվությունը, չգիտեմ, լրագրողը ցանկություն ունի ամեն անգամ գնալու դատարան եւ այլն, ստացվում է թե չի ստացվում գնալ ու այդ գործով որևէ արդյունք չի լինում, բայց նիստերը 4-5 ամիս տարբերությամբ են նշանակվում։ 4-5 ամիս տարբերությամբ նշանակում են իմ սկզբնական ասածը ապացուցում է քաղաքացին, որը որ տուժել է պետությունից, հիմա պետությունից պաշտպանություն ստանալու փոխարեն ավելորդ գլխացավանքի մեջ են ընկնում տարիների կտրվածքով։ Ոստիկանության բաժիններում վերջերս ականատես եղանք նաև խոշտանգման դեպքի, որտեղ այս անգամ ոչ թե հանցագործն էր խոշտանգվում, այլ հանցագործի հայրը, որպեսզի խոսի նաև հանցագործը։ Այս դեպքերը կանխելու համար ինչ կարող ենք անել, ու գուցե հենց այս տեսանյութերն են, այս դեպքերն են, որ քաղաքացին չի վստահում ոստիկանին որպես պաշտպան։ Միանշանակ էս բոլոր հանգամանքները իրենց ազդեցություն ունեն այդ անվստահելի մթնոլորտի ձևավորման համար, սակայն սա այն դեպքն է, որը որ բացառիկ է հանրությունը տեղեկացավ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոստիկանական համակարգում վիճակը էականորեն վատթարացել է այդ խոշտանգումների եւ այլնի հետ կապված, ինչը արկա էր 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ։ Մենք ունեցել ենք այսպիսի խնդրեմ սրանից 20 տարի առաջ այդ ժամանակ ոստիկանական համակարգում, բայց հետո փոփոխություններ տեղի ունեցան, որ ոստիկանությունում գրեթե չէր բարձրաձայնվում առնվազն ֆիզիկական լավ բռնության մասին, էլ այդ բացառիկ դեպքերին, բայց մենք եթե մոնիտորինգի իրականացնենք 20 թվականից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, որ ոստիկանության բաժնից անձինք դուրս են եկել ֆիզիկական վնասվածքներով, ընդհանուր նույն ցույցերի ժամանակ անձանց ձեռքերի կոտրվածքեր եղել, ոստիկանության ուղեկցման ժամանակ ձերբակալված անձի նկատմամբ էին բռնություն իրականացրել հայտնի падգամավորի հետ միջադեպից հետո, երբ որ ուղեկցում էին բռնության դեպքեր եղել ոստիկանության ծառայողների, այո, ենթակայության տակ, այսինքն հսկողության տակ գտնվելու պարագայում դա բացառիկ, ասենք դեպքեր են։ Հիմա այդ պարագայում, երբ որ
այդպիսի իրավիճակները լուսաբանվում են, ճիշտ է որ լուսաբանվում են, մարդիկ ինչպես վստահ են ոստիկանությանը, երբ որ այդ ոստիկաններն էլ որևէ պատասխանատվության չեն ենթարկվում։ Իսկ չեն ենթարկվում ուրիշ բանի համար, եթե 1, 2, 3 դեպքով ոստիկանները ցանկացած անհամաչափ ուժ կիրառելու համար պատասխանատվության ենթարկվեն, ես համոզված եմ արդեն 5-րդ, 6-րդ, 7-րդ ոստիկան արդեն այդ գործողությունների չեն գնա, որովհետև կունենան իրենց աչքի առաջ օրինակը, որ իրենց գործընկերը քրեական պատասխանատվության է ենթարկվել, օրինակ դատապարտվել է ազատազրկման, իսկ իր պարագայում ինքը անօրինական որևէ գործողություն չի անի։ Վերջին շրջանում ունենք նման դեպք, երբ ոստիկանը դատապարտվում է խոշտանգման համար, դատարանի վճիռ։ Ես չեմ հիշում նման դեպք, քրեական գործերի մասին տեղյակ եմ, գործեր կան, որ 5 տարուց ավել քննվում են, միջադեպ տեղի ունեցել Նոր-Նորքի բաժնում, որ սպորտսմեններ, եթե չեմ սխալվում, մասնակից եղել, դատավճիռ դեռևս իմ տեղեկություններով չկա, Լոռու մարզում էր տեղի ունեցել դեպք, որը որ նվազ ծանր մեղադրանքով են ռեպորտաժ էին նայում, որակել էին, բայց ոստիկանության Ավան Նոր-Նորք բաժնում նաև փաստաբանները բռնության ենթարկվեցին, անչափահասներ։ Բաժնում էր, եթե չեմ սխալվում, դրա հետ կապված էլ ես, եթե չեմ սխալվում, դատավճիռ չկա, որևէ գործողություն չի իրականացվել, այսինքն պատասխանատվության բացակայությունը առաջ է բերում այդ ինդուլգենցիա ունենալու զգացումը, ինչի պարագայում ոստիկանությունում որևէ փոփոխություն տեղի չի ունենում, շարունակում են իրենց գործողությունները։ Ամփոփելով, քաղաքացին, երբ իր իրավունքը ոտնահարվել է, ինչ պիտի անի։ Քաղաքացին, երբ որ իր իրավունքը ոտնահարվել է, իրավական պետությունում պետք է համոզված լինի, որ պետությունը իր խախտված իրավունքը վերականգնելու է, բայց մեր երկրում քաղաքացին արդեն մի քանի ֆակտորներ պարտադիր պետք է հաշվի առնի, այսինքն մտնել խախտողը լինում է կամ պետությունը կամ անհատ քաղաքացի։ Անհատ քաղաքացու դեպքում հեշտ է այդ առումով, որովհետև դիմում են փաստաբանը մնացած գործողությունները իրականացնում է պետության այդ քննչական, ոստիկանական ռեսուրսի հետ միասին, չասեմ օգտագործելով, այդպես վատ չհնչի։ Երբ որ պետությունն է խախտում, քաղաքացին վերջի վերջո մենք ունենք բազմաթիվ գործեր եվրոպական դատարանում, որ պետությունը միջև վերջը չի ընդունում իր մեղավորությունը քաղաքացու խախտված իրավունքի համար։ Այդ պարագայում ես ամեն դեպքում խորհուրդ եմ տալի, որպեսզի չդադարեն պայքարել, ինչքան էլ դա ժամանակի եւ այլնի ծախս համարեն, սակայն ցանկացած գործով պետության արձանագրումը, որ պետությունը խախտել է քաղաքացու իրավունքը, վաղը մեզ իրավական պետություն դառնալուն շատ ավելի է օգնելու։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր քրեական վարույթներով մասնագիտացված փաստաբան Միրան Պողոսյանը, մենք զրուցում էինք հանցագործությունների աճի, դրանց կանխման հնարավոր եղանակների մասին։ Շնորհակալ եմ իրավաբանական կլինիկայի հետ լինելու համար։